Բարև ձեզ, այսօր մեր տաղավարում է Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։ Պարոն Սողոմոնյան, բարև ձեզ, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ, որ հրավիրել եք։ Պարոն Սողոմոնյան, մի քանի օր է Հայաստանի իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ եւ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի անձամբ մասնակցությամբ եկեղեցու հոգեվոր հայրերի հանդեպ գրառումներ է անում, որը երբեմն անցնում է նույնիսկ բարեկրթության սահմանները եւ հայոյանք է պարունակում։ Այսօր արդեն երեկվանից սկսած Նիկոլ Փաշինյանը անձամբ վեհափառին է թիրախավորել եւ ըստ էության բոլոր գրառումների միջով անցնում է մի գիծ՝ կուսակրոնության ուխտը խախտել։ Հիմա ասում է վեհափառը խախտել է, զավակ ունի եւ պետք է եկեղեցականները հոգեվոր դասը պարզի այս հանգամանքը եւ եթե պարզվի նա տեղ չունի եւ չպետք է լինի կաթողիկոս։ Այս ամբողջ իրավիճակը դուք ինչպես է գնահատում, ինչու է անձամբ վեհափառին թիրախավորել եւ որն է վերջնանպատակը իշխանության եւ Նիկոլ Փաշինյանի։ Կամ վերջի հարցից վերջնանպատակը իրենից հիասթափված մարդկանց, քաղաքացիների հետ բերելն է։ Ինքը հասկանում է, որ առաջիկայում ընտրություններ են եւ չափում են ռեյտինգները, ինքը տեսնում է, որ իր ռեյտինգը ընկած է եւ այն մարդիկ, ովքեր որ իրեն հավատացել են, անգամ 2021 թվականի ընտրությունների ժամանակ իրեն ձայնը տվել են, իսկ այնուհետև հեռացել են իրենից։ Դրա համար նրան պետք է նորից դիրքավորվել որպես իբրև թե ժողովրդի ներկայացուցիչ, պայքարող այս կերպարի մեջ եւ հիմա նրան պետք է նոր թիրախ Հայաստանյա Ծառաքելական Սուրբ եկեղեցին է այժմ այդ թիրախում, որովհետեւ մնացած ում որ թիրախավորել է դրա հետ կապված ամեն ինչ ասվել է, վերջացել է, ոմանք հավատացել են, ոմանք չեն հավատացել, հիմա նոր իրեն հիմնահարց է անհրաժեշտ, նոր օբյեկտ է պետք, կոնֆլիկտի նոր օբյեկտ է պետք եւ Հայաստանի Ծառաքելական եկեղեցուն է թիրախավորել, որպեսզի սուր կոնֆլիկտ ընթանա, նոր հարցեր առաջանան, այդ հարցերը սկսեն քննարկվել եւ այն մեր հայրենակիցները Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր որ Հայաստանի Ծառաքելական եկեղեցու հետևորդներ չեն, կամ նրանք ովքեր որ օբյեկտիվ, բայց հաճախ նաև սուբյեկտիվ պատճառներով ինչ-ինչ հոգևորականների գործունեությունից դժգոհ են կամ հիասթափված են կամ խորությամբ չեն ընկալում Հայաստանի Ծառաքելական եկեղեցու դերն ու առաքելությունը, այդ մարդկանց բերի իր դաշտ եւ ելի նորից նախընտրական շրջանում տանի կանգնեցնի այդ հիմնահարցի առաջ, որ կամ ինձ պետք է ընտրեք, կամ նրանք ովքեր եկեղեցու պաշտպաններ են, հա, այս ընտրության առաջ է ուզում կանգնեցնել։ Նպատակը սա է, իհարկե շատ կործանարար գործունեությամբ է զբաղվում նա։ Ինչ վտանգ է տեսնում եկեղեցուց Նիկոլ Փաշինյանը իր իշխանության հանդեպ, որովհետև տեսեք մենք լսում ենք իշխանության ներկայացուցիչների կողմից, որ եկեղեցին է իրենց ստիպել նման հայտարարություններ անել, որովհետև եկեղեցին սկսեց քաղաքականությամբ զբաղվել։ Շատ լավ հարց է, շնորհակալություն։ Նախ եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում։ Քաղաքականությամբ զբաղվել առաջին հերթին նշանակում է պայքարել իշխանության համար։ Քաղաքականությամբ զբաղվելը, եթե դիրքորոշում արտահայտելը նկատի ունենք, յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր դիրքորոշումը արտահայտելու համար։ Եվ եկեղեցին նույնպես որպես միավորում, որպես կառույց, որպես հաստատություն, այնպես ինչպես այլ հաստատություններ, հասարակական, սոցիալական, կրոնական եւ այլն, կարող են ազատորեն իրենց կարծիքը, իրենց պահանջները արտահայտել։ Դա երաշխավորվում է օրենքով եւ սահմանադրությամբ, բայց հակառակը պետության միջամտությունը եկեղեցու կյանքին, մարդկանց կյանքին, ընտանիքներին դա չի կարելի, անթույլատրելի է, դա արգելված է սահմանադրությամբ։ Տվյալ պարագայում Փաշինյանը խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանադրության 17-րդ հոդվածը, որը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների ազատությունը եւ ինքնավարությունը։ Եվ դա պատճառաբանել նրանով, որ իբրև թե եկեղեցին էլ է ժամանակին պահանջել իր հրաժարականը կամ ժամանակ առ ժամանակ դատապարտում է նրա վարած քաղաքականությունը Արցախի հարցում, ազգային հարցերում, չի կարելի նույն նժարների վրա դնել։ Դա նույնն է, ոնց որ ասենք ես կանգնեմ իմ ընտանիքի անունից պահանջեմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը կամ առհասարակ
քննադատեն եւ ասեն, բա եւ մյուս մարդիկ ասեն համարժեք ձևով պետության ղեկավարը իրավունք ունի մտնելու քո եւ քո որդիների դաստիարակության հարցերի կամ ձեր ներընտանեկան հարաբերությունների մեջ։ Կարող է այդպեսի բան պատահել։ Եթե քաղաքականության մեջ խառնվելու մեջ է մեղադրում եկեղեցուն, թող պատասխանը լինի քաղաքական, ոչ թե մտնել անձնական դաշտ։ Իհարկե, այսինքն կարող է ենթադրենք, հա, եկեղեցու գործունեության հետ կապված, որ առնչվում է պետություն եկեղեցի հարաբերությունների, ինչ որ բանը գտնեն, որ ճիշտ չէ, ենթադրենք դրա վերաբերյալ խոսեն, այլ ոչ թե մտնեն անձնական դաշտ եւ եկեղեցու ներքին կարգերին նվիրապետական կառույցի ներսի հարցերին միջամտությունը, հանցագործությունը եւ սահմանադրության նկատմամբ հերթական հանցագործությունն է արված։ Այդ առումով էլ Նիկոլ Փաշինյանը չի խորշում տեսակետ հայտնելուց։ Տևական շրջան է, առաջին անգամ չի, որ նման հայտարարություններ է արվում հոգեվոր դասի հետ կապված։ Տեսեք, վերջին էլի ճուլանացման մեջ էր մեղադրում եկեղեցուն, էլի եկեղեցու քրիստոնեության հետ կապված լավ աշխատանքներ չտանելու մեջ է մեղադրում։ Այսինքն այդ մեղադրանքները մշտական են իշխանության կողմից։ Պարզապես հիմա սուր բնույթ է կրել եւ ձեր ասած այդ անձնական դաշտն է մտել։ Այս տևական պայքարը եկեղեցու դեմ Էլի տեղավորենք Նիկոլ Փաշինյանի հակառակորդ լինելու, այսպես ճակերտավոր շրջանակում, այսինքն եկեղեցին հակառակորդ է դիտարկում իշխանության համար։ Եկեղեցին նա իրեն հակառակորդ դիտարկում է։ Այստեղ պետք է շատ ուշադիր լինենք մեր գնահատականների մեջ, տեղի չի ունենում պետություն եկեղեցի հակամարտություն, որովհետև Նիկոլ Փաշինյանը ոչ պետություն է, ոչ էլ եկեղեցի է։ Ցավոք սրտի պետությունը ղեկավարում է, բայց խորքային առումով նա չի ներկայացնում Հայաստանի ազգային պետական շահերը եւ բազմիցս խախտել է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Այնպես որ նրա աթոռին մնալը պայմանավորված է ինչ-որ կոնյունկտուրայով, միջազգային քաղաքական կոնյունկտուրայով է առաջին հերթին պայմանավորված եւ ուժային կառույցների օժանդակությամբ դեռևս լոյալությամբ է պայմանավորված, ինքը չի ներկայացնում պետությունը, ինքը չի ներկայացնում նաև եկեղեցին, ասեմ ինչու, որովհետև եթե նա լիներ հոտի հավատավոր անդամ, Հայաստանյան Առաքելական եկեղեցու համայնքի անդամ, ինչպես որ ինքը ասում է, այդ հարցը նա ուղղակի այդպես նա չէր վիճարկի աթոռակալ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի աթոռակալման հանգամանքը։ Աթոռակալման հանգամանքը եկեղեցին չի վիճարկում եւ դա նրա աթոռակալումը կոնկրետ եպիսկոպոսած դասի, հա, ես կարող եմ մանրամասներով շատ այսպես չիմանամ, եւ ինչպես որ ասում են, այստեղ Սուրբ Հոգու ազդեցությամբ է տեղի ունենում կաթողիկոսի ընտրությունը, հա։ Հենց Փաշինյանն ասում է, ժողովուրդը պետք է մասնակցի կաթողիկոսի ընտրությանը, ընդ որում, այո, ձեր ասած այդ ընթացակարգերով կա, որ այո, մարդիկ, աշխարհիկ մարդիկ մասնակցում են այդ ընտրությանը։ Նիկոլ Փաշինյանը դրանով նորից խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, իր իրավասությունները ինքը ակնհայտորեն վերազանցում է, ինքը անում է մի բան, որի համար լիազորված չէ սահմանադրությամբ եւ օրենքներով, եւ դա եկեղեցու հոգևոր խորհրդի, Գերագույն խորհրդի հայտարարության մեջ պահանջը կար դրված, որպեսզի համապատասխան մարմինները համապատասխան գործեր ձեռնարկեն այդ օրենքից դուրս այդ գործողությունների առաջը առնելու համար։ Իսկ ձեր հարցի մյուս կողմը թե ինչու է այդպես տրամադրված, հա, որովհետև նա տեսնում է, որ եկեղեցին այն կառույցն է այսօր Հայաստանում, որը ունի բարձր վստահության բարձր աստիճան։ Նա ակնհայտորեն տեսնում է, որ ավելացել է հավատացյալ մարդկանց թիվը, որ եկեղեցում պատարագի մասնակիցների թիվը էապես ավելացել է, որ ժողովուրդը գնում է դեպի եկեղեցի, գնում է դեպի փրկչագործության գաղափարը, գնում է դեպի հույսը եւ ժողովուրդը գնալով ավելի ու ավելի շատ է արժևորում հոգեվորը, մնայունը, արժեքայինը, քան նյութականն ու անցողիկը։ Այստեղ նա ունի գաղափարական արժեքային պրոբլեմ, կոլիզիա է առաջանում նրա հետ, որովհետև ինչպես վերլուծում ենք նրա ամբողջ վարք ու բարքը, նրա խոսսույթը, նրա արած չարածը, նրա հայտարարությունները, ամեն ինչը գալիս հանգում է փողին, նյութականին, ուտելուն եւ այլն։ Եվ նրան այստեղ պահող
սուբյեկտներին անհրաժեշտ է որ հայ ժողովուրդը հենց լինի նյութապաշտ, որին ավելի հեշտ լինի կառավարելը, որովհետև եթե մարդը նյութապաշտ է, նյութի գերին է դառնում, նրան շատ ավելի հեշտ է լինում ստրկացնել, կառավարել։ Իսկ հիմա, քանի որ մեր եկեղեցու աջակցությամբ ժողովուրդը դուրս է գալիս այդ անազատության վիճակից գնալով ազատ մարդկանց թիվը շատանում է, այստեղ նա իր կառավարման համար խնդիրներ է տեսնում։ Պարոն Սողոմոնյան, պետության երկրի ղեկավարի մակարդակով է հնչում հայտարարություն, մեղադրանք, ուղիղ մեղադրանք։ Մի քանի օր է բոլոր հոգևորականների քեռու կանանց են փնտրում, կարծեք թե հիմա վեհապարի հետ կապված։ Երբ որ կան նման հայտարարություններ, սա նաև իրավական որոշակի գործընթաց չի ենթադրում, այսինքն ուղիղ մեղադրանք է հնչել։ Եթե խոսքը վերաբերում է միջանձնային հարաբերություններին մարդկանց, այդտեղ կա, եթե հանցանքի էլեմենտ կա, թող իրավապահ մարմինները քննեն բնականաբար։ Այսինքն հիպոթետիկ ասում է հայտարարություններ, բոլորը մեկը մյուսի վրա, այսպես կասկածանքով բոլորը ման են գալիս ուզում են փնտրեն։ Եթե կա, եթե իշխանությունը ունի նման տվյալ, ինչու օրինակ ենթադրենք հասցեական չի խոսում։ Այս ընդհանրականը ինչի մասին է խոսում։ Դե նրա նպատակը, ինչպես ասացինք, պարզապես խոսույթ բացելն է, այդ կեղտոտ թեմաները շրջանառության մեջ դնելն է եւ եկեղեցու հեղինակությունը նվազեցնել։ Նրա նպատակը հենց դա է եւ եկեղեցու արձագանքը ես համարում եմ բավական թեև զուսպեր եւ շատ հավատացյալներ եւ ընդդիմադիր շատ քաղաքացիներ շատ ավելի սուր գործողություններ, շատ ավելի սուր խոսք էին ակնկալում, բայց մեր եկեղեցին նրա նվիրապետությունը 1725 տարեկան է եւ նրանք շատ լավ են հասկանում իրերի դրությունը եւ ինձ թվում է հասկանալի է որ Նիկոլ Փաշինյանի ուզածը հենց դա էր որ սրություն մտնի հակամարտության մեջ սրություն մտնի այդ սրության պայմաններում ինքը կզգա իրեն ինչպես ձուկը ջրում կհարցակվի Այսինքն ճիշտ եք համարում որ օրակարգի մեջ չի ներքաշվում հոգևոր դասը ինչպես իրենք են հայտարարել Դե ըստ էության որոշ չափով ներքաշված է բայց չի գնում սրացման այս փուլում, այս պահի դրությամբ ես համարում եմ դա բավարար, նորմալ, միևնույն ժամանակ հավաստիացնում եմ, որ ես էլ որպես անհատ, որպես հանրային որևէ համարում ունեցող մարդ ամբողջությամբ հայաստանյան առաքելական եկեղեցու կողքն եմ եւ եկեղեցու աջակիցն եմ Բայց ամեն դեպքում հայտարարությունում մի այսպիսի դրվագ կար, որ այս ամենը կործանարար հետևանքներ կարող են ունենալ։ Ինչի մասին է խոսքը այս առումով, ինչ կործանարար հետևանքի մասին կարող է խոսք լինել։ Հետևանքը կործանարարը ես չեմ կարող ասել կոնկրետ Գերագույն հոգևոր խորհուրդը ինչն է նկատի ունեցել, բայց ակնհայտորեն հետևյալի մասին է իմ համոզմամբ խոսքը գնում, որ մեր ինքնությանն են կպնում։ Մեր ինքնության հենասյուներից կարևորագույն հենասյունը հենց հայաստանյան առաքելական եկեղեցին է ու նրա հեղինակությունն է։ Եթե նրա հեղինակությունը իջավ, ցածրացավ, նսեմացավ, մենք շատ լուրջ խնդրեմ կունենանք, որպես հասարակություն կփշրվենք, կփլուզվենք, որովհետև այն ինչ որ մենք կանք մեր լեզվով, մեր բարոյականությամբ, մեր արժեքներով, այդ ամեն ինչը եկեղեցու նրա դավանաբանությամբ մեզ ներարկված, մեզ տրված է եւ հարվածել մեր այդ հենասյանը առաջին հերթին կնշանակի, որ հասարակության, երբ որ արժեքները սկսում են քայքայվել, փլուզվել, այդ հասարակությունը ուղղակի չգիտեմ ինչի է վերածվում։ Դա նաև մեր պետականությանը շատ ուժեղ հարված կլինի։ Կարծում եմ, որ առաջին հերթին սա է նկատի ունեցել, բայց նաև կործանարար հանգամանք կարող է լինի նաև այն, որ հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների եւ նրանից դժգոհողների միջև, այսինքն միջքաղաքացիական դաշտ տեղափոխվի այս թեման, հա, եկեղեցու կողմնակից ես, թե եկեղեցու դեմ ես, այսպիսի վտանգավոր բաների այս ամեն ինչը կարող է տանել, ու հենց դա է, որ խիստ դատապարտելի է նաև բարոյական տեսանկյունից։ Չէր կարելի այդպիսի բան անել։ Իբրև թե մենք խոսում ենք, հարցեր ենք բարձրացնում, բայց եթե դու տեսնում ես խնդրեմ, դու կարող ես այդ խնդրեմը բարձրացնել այլ ձևով։ Եթե քո տան մեջ քո երեխան ենթադրենք, չգիտեմ, ուտելիս չփչփացնում է, դու
նրան դիտողություն ես անում հայրաբար, ներողամիտ ձևով եւ ասում ես, որ բերանդ փակ կեր։ Չես գնում կանգնում ամբողջ շենքի առաջ գոռում, որ ես ունեմ անդաստիրակ կամ անշնորհք երեխա։ Հա, սա այս նույն անալոգն է, որ եթե դու տեսել ես ինչ-որ միտեղ, ինչ-որ մի ավելորդ իր տվյալ եկեղեցում, դու ապա այդ հարցին կարող ես այլ լուծում տալ։ Բայց նախ եւ առաջ պետք է ասեմ, որ ես էլ միշտ տարբեր տեղեր Հայաստանի տարբեր եկեղեցիներ մտնում եմ եւ հատկապես գործող եկեղեցիներում ես չեմ տեսել։ Գործող, որտեղ կարգ է կատարվում, որտեղ մշտապես քահանա կա, այդ եկեղեցիներում այդպիսի բան չկա, պարզապես դա սուտ է։ Իսկ այն եկեղեցիներում, որոնք պատմամշակութային հուշարձաններ են եւ գտնվում են առաջին հերթին պետության հոգացության ներքո, ներողություն, եթե այդպիսի խնդիր կա, առաջին հերթին ուրեմն թերացողը հենց այն մարդիկ են, ովքեր որ գտնվում են քո ենթակայության ներքո։ Դե այդպիսի մի զավեշտալի իրավիճակում հայտնվեցին ՔՊԱ-կանները, երբ դրեցին մի եկեղեցու լուսանկար, որը հենց պետության, այո, պետության հոգացության տակ էր։ Այս իրավիճակում ոմանք նաև տեսան, այսպես ասած, ուղակի Ադրբեջանի մեսիջների կամ Ադրբեջանի քաղաքականության շարունակություն Նիկոլ Փաշինյանի ձեռքով, որ այնտեղից եկան մեսիջները եւ Փաշինյանը սկսեց եկեղեցու դեմ նոր այսպես քննադատության թիրախ։ Այս ամենին գումարենք նաև, որ Շվեյցարիայում վեհապարը Արցախի հետ կապված հայտարարություններ արեց։ Այսինքն այս բոլորը կապված է միմյանց հետ։ Այո, անխզելիորեն են կապված, դուք շատ ճիշտ նկատեցիք, անխզելիորեն են կապված եւ եկեղեցու դեմ հակամարտությունը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի հարց լուծելու հանգամանք է, այլ նաեւ թելադրանք է դրսից, Անկարայից եւ Բաքվից նրան, որովհետեւ Հայաստանյաց Առաքելական եկեղեցին այն կառույցն է, որը որ մշտապես աջակցում է արցախցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի գաղափարին եւ այդ ուղղությամբ կատարում է շոշափելի քայլեր, շոշափելի գործողություններ եւ առաջին հերթին Բաքվի հիստերիան այստեղից է առաջանում եւ Փաշինյանը որպես նրանց կամակատար մարդ, նրանք այսպիսով դրթում են, ուղղորդում են եւ աջակցություն են հայտնում պատահական չէր կալիբր ազ լրատվականի կողմից բարձրաձայն հայտնած աջակցություն է։ Այսպիսով ադրբեջանական լրատվամիջոցը Նիկոլ Փաշինյանին եկեղեցու դեմ պայքարում խրախուսում է, աջակցում է։ Սա առաջին հանգամանքը։ Եվ երկրորդ հանգամանքը ելի կապված է Հայաստան, Ադրբեջան, Արցախյան հարց եւ սահմանադրություն այս կծիկի հետ է կապված։ Գաղտնիք չէ, որ ադրբեջանցիները միշտ Իլհամ Ալիևը առաջ է քաշում սահմանադրության փոփոխության կամ նոր սահմանադրության հարց է առաջ քաշում եւ այդ նոր սահմանադրության հետ կապված ոչ միայն նրանց մտահոգությունը Արցախին է առնչվում եւ հղմանը անկախության հռչակագրին։ Նրանց մտահոգությունը կապված է նաեւ նրա հետ, որ Հայաստանի Հանրապետության գործող սահմանադրությամբ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին պետության կողմից չասեմ հատուկ կարգավիճակ ունի, բայց պետությունը այդպիսի համապատասխան ձևակերպմամբ ճանաչում է բացառիկ դերը, հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու բացառիկ դերը ճանաչում է։ Ինչը իրենից եւ կա նաև պետության եւ եկեղեցու հարաբերությունների մասին օրենք եւ ինչը որոշակի իրավունքներ եւ որոշակի պարտավորություններ է ենթադրում փոխադարձ։ Հիմա, քանի որ ես նորից քիչ առաջ շեշտեցի եկեղեցու բացառիկ դերը մեր ինքնության տեսանկյունից, ինքնությունը վերացնելը ադրբեջանական օրակարգ է եւ Նիկոլ Փաշինյանի կողմից հորդորված նոր սահմանադրության, որ ինքը ասում է, եթե խաղաղության պայմանագրին հակասի, մենք կփոխենք սահմանադրությունը, ակնկալելի է, որ նա նաև փորձելու է հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու այդ հատուկ դերը հանել սահմանադրությունից, այդ հոդվածը հանել սահմանադրությունից, դա այդ ամեն ինչը տանում է նաև դրան սահմանադրության փոփոխությունների այս համատեքստում։ Այնպես որ իսկապես դա նրանց օրակարգն է եւ մի փոքրիկ փաստել, այսպես հիշեցնենք 2020 թվականի նոյեմբերի 17-ին Թուրքիայի Միլի Մեջլիսում տեղի ունեցել քննարկում, այդ քննարկման ժամանակ հիմնական թեման
Արցախյան պատերազմում նրանց տարած հաղթանակներ եւ դրան նախորդել էր նաեւ Մեծիտան Կիլիկիո Արամ կաթողիկոսի ելույթը առայն, որ պետք է մեր ժողովուրդը համախմբվի, որ այս պարտությունը այդպես հուսահատեսնող չպետք է լինի եւ Հայաստան, եկեղեցի, Սփյուռք պետք է համախմբում տեղի ունենա եւ Միլլի մեջլիսի падգամավորների խոսույթի ընդհանուր տրամաբանությունը եղել է այն, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը պետք է հանգի Արցախյան հարցում վերջնական ադրբեջանական հաղթանակին նպաստելը, Արցախյան հարցը փակելը ադրբեջանական օրակարգով, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների խզումը, ինչպես նաև հայաստանյա ծառայքելական եկեղեցու դերի նսեմացումը։ Եվ ինչպես մենք տեսնում ենք, բոլոր 3 պահանջներն էլ Նիկոլ Փաշինյանի ձեռամբ կատարվել են եւ կատարվում են, շարունակում են կատարվել, բայց այստեղ կա բայց Այս մի քանի օրը հանրային վերաբերմունքը, տրամադրությունները դուք ինչպես եք գնահատում եկեղեցու հանդեպ նման քաղաքականություն, նման բառամթերք է օգտագործում։ Արդյոք հանրությունը ընդդիմացավ դրան։ Ցանկալի կլիներ ավելին տեսնել, իհարկե, բայց այն, որ Փաշինյանի օրակարգի մեջ շատերը չմտան, անգամ նրա պաշտոնյաներն անգամ ամաչում են նրա վարքագծից։ Ժանն Անդրեասյանին հարց են տալիս, նա չի կարողանում այդպես խոսքը կտուրը գցելով, մանևրելով նրա հայհոյախոսության մասին, եկեղեցու դեմ ուղղված քայլերի մասին։ Ինչ որ անհատներ, որոնց համար ոչինչ արժեք չունի բացի փողից եւ իշխանությունից, իհարկե մտնում են այդ դաշտի մեջ։ Լավագույնը կլինի այն, որ մենք որպես հավատացյալներ ի աջակցություն մեր եկեղեցու ավելի շատ լինենք եկեղեցու, ավելի շատանա մեր թիվը պատարակներին, մասնակցողների եւ առհասարակ Այսինքն հակառակ ռեակցիան այո, հակառակ ռեակցիան եւ այդպես էլ լինելու է։ Այդպես էլ կա, այդպես նշмарվում է եւ այդպես էլ լինելու է։ Ես ուրախությամբ եմ դա նկատում Կիրակի օրերը, երբ տարբեր եկեղեցիներ եմ ես մտնում եւ հավատացյալ մարդկանց թիվը այնտեղ շատ եմ տեսնում եւ այդ ձևով նաեւ այդ ձևով պետք է քրիստոնյա վայել պետք է լինի, որովհետեւ քրիստոնյաներին հալածելու քրիստոնյաները այդպես են պատասխանում։ Բայց ամեն դեպքում ինչ է կարծում կշարունակվի այս կրակոցները, հարձակումները եկեղեցու վրա իշխանության կողմից եւ ինչ որ պահի գուցե այլ երանգներ ստանա շարունակություն դուք տեսնում եք այս ամեն ինչի։ Այս կրակոցները, հարձակումները նոր չեն, մենք եկեք հիշենք 2018 թվականին, երբ եկան իշխանության, սկսվեց այդ չարաբաստիկ նոր Հայաստան, նոր հայրապետ շարժումը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը իր ելույթներում ինչ որ մեղադրանքներ սփռում եկեղեցու նկատմամբ, կոկա-կոլա վաճառել, Գարեգին II-ին իր քաղաքացիական անուն ազգանունով էր դիմում եւ այսպիսի բաներ, նոր չեն եւ եկեղեցին տարել է այդ ամեն ինչը։ Ես չեմ կարող ասել, կախված կլինի հետագա ընթացքից, համենայն դեպս այն մեղադրանքները եւ այն ինտենսիվությունը, ինչը որ փորձում է անել Նիկոլ Փաշինյանը, ինչ որ գործընթաց սկսելու առումով վկայում է այն մասին, որ գուցե ինչ որ մարդիկ էլ կան, որ եկեղեցու ներսում իրեն աջակցում են, գուցե կան այդպիսիք, բայց ես համոզված եմ, որ ի վերջո մեր հայաստանյա ծառայքելական եկեղեցու նվիրապետական ամբողջ կառույցը կգտնվի իր բարձրության վրա եւ մի քանի եւս այդպիսի ջղաձգումներ կլինեն, որից հետո ամեն ինչ կհանդարտվի։ Ինչպես Միքայել Սրբազանն էր ասում, այս պատերազմում եկեղեցին հաղթելու է։ Միանշանակ հաղթելու է եւ ես ուզում եմ նորից կրկնել մի անգամ իմ փոքր այդպես ի աջակցություն եկեղեցու լայվերից մեկի ժամանակ ասացի, Թումանյանն էլ էր ասում, չէ, գլխովը շատ ամպեր կանցնեն, սարը միշտ կա անսասան։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։